Դուք հենց նոր այնպիսի մեղադրանքներ եք հնչեցնում, թե իբրև եւ ընդ պետության, ինչպես ձեր ղեկավարն է շարունակ պետության դեմ մեղադրանքներ ու հնչեցնում, ասելով թե պետությունն է մեղավոր, որ Հայաստանի վրա հարձակվեց Ադրբեջանը ներկայիս հիմա էլ դուք նույնը մեղադրում եք նաեւ պետությանը, ասում եք միջազգային կառույցները անգամ մեղադրելով միջազգային կառույցներին, ասում եք, որ միջազգային կառույցներն են մեղավոր։ Այսինքն դուք հասկանում եք, բոլորը մեղավոր են, պետությունը մեղավոր է, իշխանությունը մեղավոր է, միջազգային կառույցները մեղավոր են նրանում, որ անգամ հաստատում են, որ Հայաստանում ազատ խոսքը այն աստիճանի, ըստ իրենց սանդղակի հասել է 34-րդ տեղում։ Եվ բոլոր այդ միջազգային կառույցների սանդղակներով մեր ժողովուրդը ժողովրդավարության բոլոր չափանիշները բարելավել է։ Սա մեկ։ Դուք անգամ ձեր քաղաքական թիմի ղեկավարը անգամ չի ընդունում, չի ճանաչում Միեդի վճիռը, որտեղ հստակ նշված է, որ այդ ժամանակվա իշխանությունն է մեղավոր, որ գնդակահարել է Երևանի կենտրոնում մարդկանց Եվ այդ մարդիկ զոհվել են, որովհետև իրականացրել են, պետությունը իրականացրել է այնպիսի գործողություններ, որի իրավունքը չի ունեցել, սա մեկ։ Դրանից հետո ձեր ղեկավարության ներքո եւ այդ ամբողջ եղել է շղթայաբար հրամանատարներով, վերից ներքև, եւ որից հետո նաեւ ձեր ղեկավարի հրամանով շատ մարդիկ, պարզապես քաղաքացիներ, որոնք դուրս էին եկել փողոց, պահանջում էին արդարություն, ուզում են վերականգնել իրենց իշխանությունը Եվ դեմ էին այդ որոշումը, որ ընտրակեղծարարություն չի եղել, եւ տարել են մարդկանց դատել են։ Եվ այդ մարդիկ նստել են, եւ միջազգային կառույցները եւ Միեդը այսօրվա վճռով ասում է եղել է քաղ բանտարկյալներ։ Դուք հիմա ասում եք Միեդն էլ է սխալ, Միեդի վճռն էլ է սխալ, Միեդը ինչու է այդպեսի բան որոշել, քաղ բանտարկյալներ չեն եղել։ Ախր այդպես չի։ Տիկին Վարդանյան ջան, հիմա հարցը ձևակերպում եմ, այդպես չի։ Եվ ընդհանրապես դուք ճիշտ եք համարում, որ կարելի է շարունակաբար պետությանը մեղադրել անտեղի, անհիմն, եւ բացի դրանից չհավատալ դատարանների վճիռներին, երբ որ հոգեվորականը բացահայտ ասում է, ես ասել եմ դուրս եկեք ռազմական հեղաշրջում իրականացրեք, մյուսը նաեւ իրականացրել է, այսպես ասած, ահաբեկչական պլան, Չէ՞ որ այդ ամենը բացահայտված է։ Ինչու եք հերքում։ Եվ այսօր գալ այդպես ահուսարսափ տարածել, տեսեք, Երևանում, Հայաստանում ինչպեսի իրավիճակ է, մարդիկ անազատության մեջ են, չի կարելի, ժողովուրդ հերիք է, բավական է, դուք շարունակ պետությանը մեղադրեք, անհիմն պետությանը։ Հարցը անկեղծ ասած չհասկացա, բայց Տիկին Կրոյան Հա, ես ճիշտ եմ համարում։ Շատ լավ։ Ուրեմն սկսեմ սկզբից։ Նախ ասում եք բոլորը մեղավոր են բացի ձեզանից, խնդրում եմ այդ ձեր կրեդոն, մյուսներին մի վերագրեք, որովհետև բոլոր խնդիրներում դուք ձեր իշխանությունը մեղավորներ փնտրում է եւ գտնում է, բայց սեփական մեղավորությունը որևէ կերպ չի տեսնում։ Մենք խոսում ենք բոլորովին այլ իրավիճակի մասին, խոսքը այսօրվա քաղբանտարկյալների մասին է եւ ես հասկանում եմ, որ ամենահեշտ տարբերակն է եւ լուրջ հակափաստարկներ չկան, ելի հիշեցնել, թե նախկինում ինչ է եղել, գիտեք, ցավոք սրտի դուք մեզ ստիպում եք անընդհատ քննարկումը տանել նախկինի ու ներկայի մեջ, բայց մենք ի վերջո պետք է խոսենք ապագայի մասին։ Մենք այսօր քննարկում ենք քաղբանտարկյալների խնդիրը ելնելով հենց նրանից, որ քննարկում ենք մեր պետության ապագայի տեսլականը։ Մենք խոսում ենք այսօրվա քաղաքական բանտարկյալների մասին։ Ինչ վերաբերում է անընդհատ քննադատում եք պետությունը ասելով այս պարագայում նկատի ունենք իշխանությունը, իսկ մեղադրում ենք պետությունը ասելով նկատի ենք ունենում իշխանությունը, իսկ իշխանությունը հենց միակ պատասխանատուն է։ Բա ով է պատասխանատու։ Փողոցով անցնող մարդիկ գնանք իրենցից պատասխանատվություն խնդրենք, ակնկալենք քաղբանտարկյալների հարցով, ասում եք դատարանի որոշումները եւ վճիռները կասկածի տակ եք դնում, չեք հավատում։ Այո, ես ունեմ բավարար հիմքեր կասկածի տակ դնելու այսօրվա դատարանի կայացրած ցանկացած որոշում, ցանկացած վճիռ։
Որովհետև երբ կալանքի հետ կապված միջնորդություն է ներկայացվում դատարան, կոնկրետ դատավորներ կան, ովքեր պետք է քննարկեն այդ կալանքի միջնորդությունները։ Մասիս Մելքոնյան անհասկանալի ձեզ ինչ որ բան ասում է։ Հիմա ես այս պարագայում հիմքեր ունեմ կասկածի տակ դնելու մեր դատական համակարգի կողմից իրականացվող արդարադատությունը, իսկ ես դա կոչվում եմ անարդարադատություն։ Ինչ վերաբերում է միջազգային կառույցների հանդեպ մեղադրանք չհնչեց, դա պարզապես գնահատականներ էին, եւ միևնույն ժամանակ ինչ վերաբերում է մի այդ վճռին, ես չհասկացա, թե դուք որտեղից վերցրեցիք, որ ես անդրադարձ եմ կատարել մի այդ վճռին։ Բայց եթե խոսեցիք մի այդ վճռի մասին, պետք է նշեմ, որ մի այդ վճռում էլ արձանագրում է կատարվում, որ Հայաստանի Հանրապետությունը պատշաճ տեղեկություններ չի ներկայացրել մի այդ պատշաճ տեղեկություններ ներկայացնելու պարտականություններ կրում էր ձեր իշխանությունը։ Արձագանքում եք։ Դուք վերցրել եք մի վճռից միայն այն հատվածը, որտեղ նշված է, որ պատշաճ, այսպես ասած, տեղեկատվություն, քննություն չի իրականացվել, բայց ինչու չեք արձանագրում այն փաստը, որ մի այդ վճռով, ըստ մի այդ վճռի, որ ամբողջ այդ հրամանատարական շղթան վերից վար սկսված նախագահից մինչև ստորին օղակները եւս պետք է կրեն պատասխանատվություն, ովքեր հրամայել են կրակեն ժողովրդի վրա 0038-րդ որոշումն էլ ձեզ վկա։ Ինչու էր ձեր ղեկավարը բերում Երևանի կենտրոն զինված ուժերին, ինչի իրավունքը ինքը չունի։ Այդ ամենը ձեզ համար ոչինչ էին, միայն պատշաճ քննությունն եք բերում, այսօր մեզ ասում շարունակաբար։ Ճիշտ չի, Տիկին Վարդանյան, ճիշտ չի։ Այնուամենայնիվ ես պետք է ասեմ, որ Հայաստանում այսօրվա դրությամբ քաղբանտարկյանն էլ բացարձակապես գոյություն չունեն, դրանք ձեր կողմից սին ապատեղեկատվություն է, որը ուզում եք շրջանառել մեր երկրում եւ նաեւ այդ ձեր ասացները, որ հիմա ինչ իրավիճակ է երկրում քաոս է, սեն է, ընդհանրապես ուզում եք վախի մթնոլորտ սերմանել մեր քաղաքացիների մեջ եւ պետք է ասեմ, չարաչար սխալվում եք, մեր քաղաքացիները շատ լավ գիտեն ով է, ով ինչի է ունակ, ինչի ունակ չէ։ Ես շատ կարճ արձագանքեմ վախի մթնոլորտի մասին հարցրեք քաղաքացիներին, ովքեր արդեն իրենք են իրենց գրաքննում իրենց յուրաքանչյուր արտահայտությունից առաջ, որպեսզի հանկարծ չարժանանան այն քաղբանտարկյալների ճակատագրին, ովքեր իրենց արտահայտության համար հայտնվել են քրեակատարողական հիմնարկում։ Մենք խոսում ենք այս պահին բոլորովին այլ հարցի վերաբերյալ, հետևաբար ես կրկին անդրադարձ չեմ կատարի ձեր կողմից հնչեցրած մտքերին, որոնք վերաբերում են մարտի 1-ին, եւ ի վերջո եւս մեկ բան էի առանձնացրել, բայց անկեղծ ասած այնքան թեմայի հետ կապ չուներ, որ նույնիսկ ինքս էլ մոռացա, թե ինչ էի ուզում ձեզ ասել։